Մարտի 24-ից 25-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Վաղը նախատեսվում է նրա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ ասուլիսով։ Այցի շրջանակում կկայանա նաև Աբբաս Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող քարորյան նիստերի օրակարգ։ Նշենք, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում։ Ներքին գործերի նախարարության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում հրապարակվել են Գյումրիում եւ Փարաքարում մարտի 30-ին նախանշված համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Հաշվառում ունեցող անձինք, որոնք իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը դիմում ներկայացնել միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության համապատասխան ստորաբաժանում քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններն այսօր Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Ռիադում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ օրակարգում Սևծովյան հացահատիկային գործարքի վերսկսումն է։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Ամերիկյան կողմը հաստատել է, որ պատվիրակությունները կենտրոնանալու են Սևծովում ռազմական գործողությունների դադարեցման վրա, իսկ բանակցությունների հաջորդ փուլում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները քննարկելու են հրադադարի հաստատման, խաղաղապահների տարածքների պատկանելության հարցեր։ Նախորդին էլ Ռիադում հանդիպել էին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի հնարավորությունը։ Կանադայի նորընտիր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Նա ասել է, որ իրեն ուժեղ մանդատ է պետք հաղթահարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը, որը ցանկանում է կոտրել Կանադան, որպեսզի Ամերիկան կարողանա տիրել այն։ Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ եւ սպառնացել բռնակցել որպես 51-րդ նահանգ։ Քարնին հայտարարել է, իրենց պատասխանը պետք է լինի ուժեղ տնտեսություն եւ ավելի անվտանգ Կանադա կառուցելը։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆանշարժումը Կոմագեբին ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար, հայտնել է հայ երկրպագուների հայկական առաջին ճակատ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը։ Նշենք, որ UEFA-ի ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին զիջելով 6-1 հաշվով։ Խաղի ավարտից հետո վրաց երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, մոտեցել հայ երկրպագուների սեկցիային եւ պլաստիկայի մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ են միայն Ամբերտ օդերևութաբանական կայանից Քարի լիճ եւ Ամբերտ ամրոց տանող ճանապարհները։ Հյուսիսօսական կողմի տեղեկացմամբ Վերին Լարսի անցակետ տանող Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար։